Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II խնդրել է Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի նախագահին Ադրբեջանում բարձրացնել Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական ժառանգության պահպանության խնդիրները։ Շտայնմայերը ըստ Մայրաթոռի հավաստիացրել է, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Գերմանիայի նախագահն արդեն հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջը, բայց մինչև այս պահը ադրբեջանական լրատվամիջոցները չեն տեղեկացրել, թե Շտայնմայերը հայ գերիների ազատ արձակման հարց Բաքվում բարձրացրել է։ Ադրբեջանում 23 հայ ռազմագերի է պահվում։ Ձերբակալությունից 1.5 տարի անց հունվարի վերջին սկսվեց նրանցից 16-ի դատավարությունը։ Ermənistan vətəndaşı Ruben Vardanyanın Բաքվի դատարանում 3 շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը։ Այն անցկացվում է արցախցի նախկին մյուս պաշտոնյաներից առանձին։ Չնայած Ռուբեն Վարդանյանը Արցախ տեղափոխվելու որոշումը 2022-ի սեպտեմբերին է կայացրել, բայց երեկվա դատական նիստի ժամանակ, ինչպես Ազերթաչն է փոխանցում, դատարան են բերվել 20-ից ավելի տուժողներ, որոնք ըստ պետական լրատվամիջոցի տուժել են հանցավոր խմբի գործողություններից, որին Ռուբեն Վարդանյանը միացել է 2020-ի դեկտեմբերին։ Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի համար ստեղծված խմբավորումը ըստ մեղադրանքի գործել է Հայաստանի պաշտոնյաների ղեկավարությամբ։ Բաքվի բանտում ի նշան բողոքի 2 անգամ հացադուլ հայտարարած Արցախի նախկին պետնախարարը շարունակում է ցուցմունք չտալ։ Նրա դեմ ցուցմունք տվածների թվում է եղել Քելբաջարում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկի նյութատեխնիկական ապահովման բաժնի պետը։ Նա հայտարարել է, որ իր ծառայության վայրը հեռու է եղել հայկական զինված ուժերի հետ շփման գծից։ Չնայած դրան տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ականանետային գնդակոծության ժամանակ։ Սա մեջբերում էր։ Ու չնայած տուժողները եկել էին դատարան Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ տալու, ըստ պետական Ազերթաչի հայտարարել են, որ նրան անձամբ չեն ճանաչել, նրա մասին լրատվամիջոցներից եւ սոցցանցերից են տեղեկացել։ Պետնախարարի պաշտոնը Վարդանյանը ուղիղ 3.5 ամիս է զբաղեցրել։ 2022-ի նոյեմբերին պաշտոնը Ռուբեն Վարդանյանն ի տարբերություն իր նախորդի ավելի լայն լիազորություններով ստանձնեց, բայց ուժայինները նրան չէին ենթարկվում։ Ես տեղ եմ, ես պայքարում եմ։ Սա հետ չի պահել Ադրբեջանին Վարդանյանի դեմ 42 մեղադրանք առաջադրելուց, պատերազմ վարելուց մինչև կտանքների կիրառում, կանխամտածված սպանություն եւ ահաբեկչություն ու դրա ֆինանսավորում։ Նրա միջազգային փաստաբանների խոսքով Վարդանյանին Ադրբեջանում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում։ Գերիները պետք է ազատ արձակվեն եւ վերադարձվեն եւ այդ դատական գործերը, այդ process-ները դադարեցվեն, որովհետեւ դրանք անընդունելի են։ Հայաստանի իշխանությունն ակնկալում է գերիների շուտապույտ վերադարձ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական նախագահ Սարգիս Խանդանյանն էր այսօր պնդում, դրա համար ասում էր ամեն օր աշխատում են։ Պատգամավորը կարծում է հարցը խաղաղության պայմանագրի ստորագրմամբ էլ կարող է լուծվել, բայց դա նախապայման դարձնելն էլ ճիշտ չի համարում։ Տրամաբանական չի լինի, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Հայաստանի քաղաքացիները լինեն գերեվարության մեջ Ադրբեջանում։ Իհարկե մեր ակնկալիքն այն է, որ որքան հնարավոր է շուտ վերադառնան ազատ արձակվեն գերիները, որովհետև դա հումանիտար հարց է ու քաղաքական դիվանագիտական բաննակցությունների այս որպես նախապայման դրա ներառում ես կարծում եմ ընդունելու չէ։ Գերիների ազատ արձակման հարցում իշխանության քայլերն ընդդիմադիրները բավարար չեն համարում։ Նախ կործանարար են որակում միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելու պայմանավորվածությունը։ Դրանց թվում նաև գերիների իրավունքների պաշտպանության հարց կա։ Ընդդիմախոսները իշխանությունից գործուն քայլեր են պահանջում, հիշեցնում, երկիրն իր քաղաքացիներին վերադարձնելու պարտավորություն ունի։